Աղինը Հայաստանի հյուսիս-արևմուտքում է, անմիջապես հայ-թուրքական սահմանին։ Շիրակի մարզի այս բնակավայրը 1872 թվականին հիմնել են Կարսից և Մուշից գաղթած հայերը։ Ժամանակին հարկերը տալու համար մարդիկ տարբեր կողմերից հասել են այստեղ, հարկահավաք աղայի մոտ, աղին հարկը տալու։ Ըստ ավանդազրույցների, բնակավայրի Աղին անունը այդտեղից էլ առաջացել է։ Մեր տարածաշրջանը Անի տարածաշրջանն է, Անի մայրաքաղաքի տարածաշրջանը, որը գիտենք 1001 եկեղեցիների մայրաքաղաքն էր, եւ այդ հոգեվոր ամբողջ շունչը կարելի է ասել նաեւ տեղափոխվել է այս կողմ, որովհետեւ ուրեմն Արվարձաններն են, շրջակա գյուղերն են Անի, նաեւ Հայկաձորում ունենք Անից պահպանված միակ վանքը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին Կարմիր վանքը, եւ այս տարածաշրջանը դրանով է խորհրդանշական, որ հոգեվոր կյանքը երբեք այսպես նահանջող չի եղել եւ Շիրակի ամբողջ շրջանում, ուրեմն Շիրակի մարզում, Շիրակի մեր թևում հոգեվոր կյանքը միշտ արթնության մեջ է եղել։ Այստեղ իմ բաբական տներն են եղել բան, այնի մեր մադուրն է, մեր քրիստոնեությունը պահող գյուղի սահմանին պահողներից մեկն է ինձ համարում, եկեղեցին կա, եկեղեցուց հեռու չեմ ուզում ես գնամ։ 1926 թվականին Գյումրի-Երևան երկաթգծի ու Աղին կայանի կառուցումը էական դերակատարություն է ունեցել այս բնակավայրի համար։ Տնտեսությունը զարգացել է, կառուցվել է կաթի գործարան, նավթաբազա, հիվանդանոց։ Ամեն ինչ գլխիվայր շրջվել է 1972 թվականին, երբ Ախուրյանի ջրամբարի կառուցումով գյուղը տեղափոխել են, իսկ հողատարածքներն ու կայարանամերձ հատվածը մնացել են ջրի տակ։ Բնակչությունը վերաբնակեցնելու համար նոր ավանիշինարարություն է սկսել։ Ոմանք հասցրել են նոր վայրում տներ ստանալ, ոմանք ոչ։ Խորհրդային Միության փլուզման և դրան հաջորդած տնտեսական ճգնաժամի պատճառով ամեն ինչ կիսատ է մնացել։ Բնակիչների մի մասը այդպես էլ տուն չի ստացել։ Հին Աղինում մնացած 6 տներից մեկը Գևորգ Ղազարյանի բազմանդամ ընտանիքինն է։ Ավանը տունս մնաց կիսատ, ես եմ մտածի բանկերն չսարքին, ինչ ունեի։ Ստեղ երկաշինություններ ունեի։ Սա ավելի շատ։ Այնտեղ անասնագոմերս է, այն կողմի ադմ տունը արել եմ։ Դա այդ պայես մայց սաղարը սարքե։ Այստեղ ավելի հարմար է։ Հա դե համ դաշտից բերելն է հարմար, ամեն։ Հեմ ես իմ գյուղը, ես իմ տունը, չտես ինչ են դուս գրե, հեմ ես եմ բան, թղթերը գրենք արել, բան փողմուտ է, նորից ետ տարտնենք կուտուն, այ մարդ, ինչ եք դուս գրե բա, առանց ընձի արտնելու ես գյուղի տներն ինչ եք, տուն տայք դուս գրեիք։ Գյուղը աշխարհագրորեն մասնատված է մի քանի հատվածի, դա ավելի է բարդացնում սահմանամերձ գյուղի վիճակը, խնդիրները կուտակվում են և լուծում չեն ստանում։ Լիճը քտների ստադիո որոքման ջուր չունենք, հմիան գարի ենք առել, ցանում ենք, էլի շնորհակալ ենք Վերջանը 10 տալում է, բայց ջուրը կողքես է, հմի էլի ցանում ենք, սպասում ենք, Անդրեև գուկատը չգա։ Հələ կարգուտը գալում է, մտածում ես թե բնություն է, եղավ վնաս կրի, բայց ցանում ես գոնե երաշտե մեր հողերը մնացել ես լեջի տակ, մեր ջուրի հողերը։ Այդ կողմից այդեղ դուժեցինք։ Քիչ հասավ հողելի, հողաբաժինը քիչ էր։ Հիմա գոնե պլաստիկները էժան են, էլի, առաջվա տրուբեկը չէ որ թանդ եղնի։ Չենք սում մեզի բերեն, հաստամ մենք ուտենք, 60 փարք։ Անասունել եմ պայեմ մորտում, տանս համար, էլի, առաջ շատ անասուն ունեի, չոբան չեղավ, կտվոր չեղավ, բրնից ախի տան համար մեկով ոզի պայեմ եմ էլի։ Մեկ 50 հեկտար հող ունեմ, էլի, առել եմ, ու փոշմնել եմ։ Ինչի։ Էդը գին չուն էլի, այսօր կարին ես 120 դրամից ախեմ 210 առնեմ, ինքն արժեքը իրար չի բռնում, էլի։
մեկը ես 3 հեկտարից ավել հող ունիմ։ Բայց ինչը եթե ոռոգման ջուր չկա, մենակ գարի, ցորեն, կորնգան, յոնջա այդ պետք է ցանեն, ուրիշ ոչինչ։ Սահմանամերձ գյուղի մյուս խնդիրը մանկապարտեզ չունենալն է։ Մարդիկ ստիպված են լինում ամեն օր կիլոմետրերով ճանապարհ անցնել երեխաներին հարևան գյուղերի կամ Գյումրիի մանկապարտեզներ հասցնելու համար։ Երկարատև ու խստաշունչ ձմեռներ ունեցող համայնքներում մանկապարտեզներն ու զարգացման կենտրոնները կարևոր են ոչ միայն երեխաներին կրթական ծրագրերի մեջ ընդգրկելու, այլև նրանց առօրյան կազմակերպելու, հասակակիցների հետ շփումը ապահովելու տեսանկյունից։ Ում բողոքենք, ում ասենք, ինչ պետք է փոխեն։ Մարդիկ իրանց երեխեքին ասենք ուզում են մանկապարտեզ տան, չէ՞։ Պատկերացրեք մարդկա ստեղից մինչև Գյումրի մանկապարտեզ է տանում երեխին կամ մոդիկ այդ գյուղերը, որտեղ որ մոդիկ գյուղ կա, մանկապարտեզ տանում են այդտեղ։ Էդիկ ինչի նման է։ Մանկապարտեզը ստից 16 կիլոմետր անհմի բդերտա թորս բերե։ Ամեն օր տանում ենք, բերում ենք, ինչ ենք, մեր երեխեն։ Որտեղ է։ Բայնդուր։ Մանկապարտեզ չունեցող աղինը շուտով կարող է միջնակարգ դպրոցից էլ զրկվել։ Այս շենքը կառուցվել եւ գործում է 1938 թվականից, ժամանակին 250-ից ավելի աշակերտ է ունեցել, իսկ հիմա սովորողների թիվը 52 է։ Նախարարությունը հաստատության փակելը պատճառաբանում է աշակերտների փոքր թվաքանակով։ Գյուղի բնակիչները կարծում են, որ դպրոցի փակումը նոր փորձություն կլինի իրենց համար։ Ես 5 երեխա ունեմ, որից 3-ը դպրոցական են, մեկն է շուտով կգա։ Ես կտրականապես դեմ եմ, որ մեր դպրոցը փակվի։ Ինչ խնդիրներ կարող է առաջացնել։ Դե ուրիշ գյուղեր դժվար է էլի երեխաներին տանել։ Թեկուզ որ իրանք են հնա հովանավորում։ Մենք չունենք այդպեսի ծնող, որ ուզենա փակվի։ Մենք ուզում ենք, որ մեր գյուղում դպրոց անի։ Եթե գյուղում դպրոց չկա, արդեն շարժնել եք չնեմ գյուղի ու բնակչությունները մնան գյուղում, ինչ են, դպրոց չկա։ Կգնան ուրիշ տեղերով, գյուղի մարդիկ պակասեն։ Այդ դպրոցները մեր դպրոցը խոսքի 15-20 հոգի աշխատում են։ Մոդավորապես։ Վերջը ինչ պետք է անեն այդ։ Պետք է ստան, չէ՞ գեղից։ Մնան ինչ են։ Մեզ ուրիշ աշխատանք է չկար, մարդիկ գյուղապետաներ գոհ են աշխատում։ Դպրոցները երևի 15-16 քաղաքարարներով էլի։ Արայ, քեզ է նկարեն։ Նկարեք էլի, հրապաջակի գործ է։ Հավը, այդ ով էսպես քաղքի շոր հակյոր։ Աղինի հին գյուղատեղիում է մնացել նաև 1878 թվականին կառուցված Սուրբ Հակոբ եկեղեցին։ 1990 թվականին աղոթատան զանգակատունը փլուզվել է, բայց սրբավայրի հետ մարդկանց կապը չի կտրվել։ Իմ պապս հոգով ինքը հավատացյալ է եղել։ Մենք այդ ձևի ոգով էլ դաստիարակվել ենք։ Կուզենայի, որ եկեղեցու այդ զանգակատունը վերակառուցվեր։ Ես էլ կմասնակցեի այդ աշխատանքներին, բայց ֆինանսական բաներ էլ է պետք էլի։ Եկեղեցին նախ եւ առաջ խորանի կարիքը, խորան չունի, Սուրբ Սեղանի հետ չունի նաև
Եվ ուրեմն սուր պատարակները հասկացնելը ըստ ինքն արդեն դժվարություն է անցնում, սակայն ուրեմն վեմ քարով ինչպես որ ընդունված է մեր եկեղեցական կարգով ոցված քարով, ուրեմն մենք կատարում ենք սուր պատարակներ եւ ուրեմն մասնակից են դառնում ժողովուրդը սուր պատարակի խորհրդին եւս ժողովուրդը ասում է, որ երկար տարիներ եկեղեցին խաչ չի ունեցել, ուրեմն եկեղեցի իր գմբեթին, գլխին խաչ չի ունեցել եւ Փառք Աստծո անցած տարի կարողացանք ուրեմն նվիրատուի միջոցով ուրեմն խաչ տեղադրել եկեղեցուն։ Շատերը տեղյակ չեն այս եկեղեցուց եւ երբ ինտերնետով փնտրեն այդքան շատ տեղեկություններ չկան, դրա համար անհատապես փորձում ենք ժողովրդին բերել, մեկը մյուսին արդեն տեղեկացնելով կգան ավելի կզորանան մեր համայնքները։ Սահմանամերձ աղինում տասնյակներով կուտակված խնդիրներին նորերն են ավելանում։ Դրանք անորոշ են դարձնում սահմանամերձ բնակավայրի ճակատագիրը։ Մի հատ քամ եղնեմ, բան եղնեմ, այստեղ էս լարերը նայեք էլի։ Էս երևի 40 քանի թվի շենք է։ Էս ստոլբեկներն իմ տարիներին տնկած։ Մի հատ քամ եղնեմ, բերդնում ենք, միջև գտնում են, մի սուտ կա է 4 ժամ է, 3 ժամ է, նաղդի առանց հոսանք եք մնամ։ Այս աղին շրջանում կողքի գյուղերում Իսահակյան, Սարակապ եւ ուրեմն մնացած այլ գյուղերը, որը մեր Հովսյան շրջանն են, իրապես դժվար է այստեղ ապրելը, շատ դժվար է եւ մեծ համարձակություն է պետք, մեծ սեր է պետք հանդեպ հայրենի հողը, հայրենի երկիրը այստեղ ապրելու համար, որտեղ գիտենք, որ մեծ քաղաքներում թեկուզ եւ գումար վաստակելը առավել հեշտ է, առավել հեշտ պայմաններ կան, սակայն վստահաբար գյուղական կյանքը հիմքն է մեր երկրի։ Գյուղը դադարվում է մարդիկ տնտեսական առումով են երևի մտածում քաղաքում ավելի լավ կյանքով կապրեն, բայց ես կուզենայի, որ գյուղում էլ շատ մարդիկ ապրեն։